Ողջույն բոլորին, սիրելի հեռուստադիտողներ։ Այսօր մենք պայթեցնելու ենք համացանցը, քանի որ պատրաստվում ենք անել սկանդալային բացահայտում «Հարսնաձորի լեգենդը» սերիալի առաջիկա զարգացումների մասին։ Այսօր դուք առաջինը կիմանաք մի նորություն, որի մասին դեռ ոչ ոք չգիտի և որը գլխի վայր է շրջելու ամբողջ սյուժեն։ Պատրաստվեք, որովհետև այն, ինչ լսելու եք, և ցնցող է, և անչափ ցավալի։ Անցնում է մեկ շաբաթ, ժամանակը, որը պետք է բուժեր վերքերը, իրականում ավելի է խորացնում դրանք։ Մոտենում է Նարեի և Արմոյի հարսանիքի օրը։ Նարեն մնում է իր դժբախտ, սգավոր կերպարում։ Դրան այս կյանքում այլևս ոչինչ չի ուրախացնում։ Նա նման է մի ծաղկի, որին պոկել են հողից և դրել անջուր ծաղկամանի մեջ։ Նա փորձում է ամեն գնով համակերպվել, ստիպում է իրեն ընտելանալ այն սարսափելի մտքին, որ այսուհետ ինքն ու Արմոն միասին են ապրելու, որ իր կյանքը վերջացած է։ Իսկ ինչ է անում Հայկը։ Հայկը ցավոք ընտրել է ինքնակործանման ճանապարհը։ Նա շարունակում է իրեն տալ խմիչքին, փորձելով ալկոհոլի մեջ խեղդել հիշողությունները, մոռանալ Նարեի դավաճանությունը, մոռանալ ամեն ինչ։ Բայց այս տխուր պատկերի ֆոնին կա մեկը, ով փայլում է երջանկությունից, դա Սաքոն է։ Սիրելի դիտողներ, Սաքոյի կերպարը գնալով ավելի զազրելի է դառնում։ Նա ուրախ է, ոգևորված, որ վերջապես իր դստերը առաքում է իր շատ սիրելի Արմոյի տուն։ Եվ կապ չունի, թե ինչ գնով, կապ չունի, որ աղջիկը մեռնում է ներսից։ Սաքոն մտածում է, որ իր աղջիկը ոչ թե մարդ է, այլ պահարան, կահույք, որին կարելի է այստեղից այնտեղ տեղափոխել ըստ իր անձնական շահի և հարմարավետության։ Եվ հիմա ուշադրություն, անցնենք ամենակարևորին, այն մեծ պայթյունին, որը փոխելու է ամեն ինչ։ Հարսանիքի նախաշեմին Նարեն սկսում է իրեն տարօրինակ զգալ, անհասկանալի գլխապտույտ, սրտխառնոց թուլություն։ Ամեն բան հուշում է միայն մի բանի մասին, և դա հաստատվում է՝ Նարեն հղի է։ Եվ ամենակարևորը, նա հղի է Հայկից, բայց ճակատագրի հեգնանքով նրա ախտանշանները առաջինը նկատում է ոչ թե մայրը, այլ Արմոն։ Արմոն, լինելով խորամանկ և փորձառու, միանգամից հասկանում է, թե ինչում է գործը։ Այդ պահին նրա մեջ պայքարում են երկու զգացմունք՝ զզվանք և հաշվարկ։ Նա ավելի է զզվում Նարեից, գիտակցելով, որ Նարեն քնել է Հայկի հետ, որ իրենց մեջ եղել է ֆիզիկական մերձեցում։ Բայց Արմոն ստրատեգ է, նա հասկանում է, որ սա հիանալի, պարզապես ոսկյա առիթ է Հայկին վերջնականապես ոչնչացնելու համար։ Եվ ինչ է անում Արմոն։ Փոխանակ չեղարկելու հարսանիքը, նա որոշում է օգտագործել այդ երեխային որպես զենք։ Հարսանիքից ընդամենը մեկ շաբաթ անց, երբ դեռ ոչ ոք ոչինչ չէր կասկածում, Արմոն բոլորին հայտարարում է, որ ինքն ու Նարեն երեխայի են սպասում։ Նա հատուկ այնպես է անում, որ այդ լուրը հասնի Հայկի ականջին, և դա տեղի է ունենում։ Բոլորը իմանում են, որ Նարեն հղի է։ Եվ բոլորը կարծում են, թե հայրը Արմոն է։ Հայկը լսում է այդ լուրը և ընկնում շոկի մեջ։ Նա չի հավատում իր ականջներին։ Նրա համար սա նշանակում է, որ Նարեն Արմոյի հետ եղել է շատ վաղուց, կամ որ նա այնքան արագ է մոռացել իրեն, որ արդեն հասցրել է հղիանալ ուրիշից։ Հայկը վերջնականապես հիասթափվում է Նարեից, կարծելով, թե նա ստորագույն դավաճան է։ Իսկ Նարեն հայտնվում է դժոխքում։ Նա ահավոր սթրեսի մեջ է։ Նա գիտակցում է, որ իր լռությամբ զրկում է իր երեխային հարազատ հորը Հայկին ճանաչելու հնարավորությունից։ Նա ստիպված է կրել Արմոյի երեխայի մայրը լինելու կեղծ խարանը, բայց Նարեն այս պահին այլ ելք չի տեսնում, քանի որ Արմոն սպառնում է։ Արմոն խստիվ արգելում է որևէ մեկին ասել, թե ումից է իրականում երեխան, հասկացնելով, որ դա կլինի Նարեի վերջը։ Սիրելի հետևորդներ, սա պարզապես անելանելի վիճակ է։ Դուք ինչ եք կարծում, որքան ժամանակ Նարեն կկարողանա թաքցնել այս ճշմարտությունը։ Արդյոք մայրական բնազդը ավելի ուժեղ կգտնվի, քան Արմոյի հանդեպ վախը, և նա կխոստովանի Հայկին, որ երեխան իրենն է։ Եվ ամենակարևորը, եթե Հայկը իմանա ճշմարտությունը, արդյոք նա կընդունի Նարեին այսքան ստերից հետո։ Գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում, քանի որ սյուժեն գնալով ավելի անկանխատեսելի է դառնում։ Շնորհակալություն դիտման համար։ Կհանդիպենք շուտով։